Արևածագը բաց Մանուկը ծնվեց Հիսուս անունով, փրկության հույսը իր հետ բերելով, ծեր ու բարություն մեզ սերմանելով։ Աստծոորդին է ծնվել, լույս է իջել երկնքից, հույս փրկության ու կյանքի, լույս արթնության հավատքի։ 2000 և ավելին տարիներ ողջ աշխարհին ավետվում է Հիսուս Քրիստոսի իրաշափառ ծնունդը, դարեդար չի լռում այս օրհներգությունը, փառքի բարձունս Աստծուն և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճույքություն։ Ամեն տարի բոլոր քրիստոնյաները նշում են Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը։ Սա այն քիչ տոներից մեկն է, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում։ Իսկ ինչ խորհուրդ է պարունակում իր մեջ սուրբ ծնունդը։ Օրինակ, Աստծո խոսքի զորության խորհուրդը այն, թե ինչքան զորավոր, փառավոր ու հաղթող է Աստծո խոսքը։
Հովանեսի ավետարանը սկսվել է հետևյալ խոսքերով. սկզբում էր բանը եւ բանը, Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր, նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ նրանով էր, կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ, եւ նրա փառքը տեսանք ինչպես հորից եղած միացնի փառքը շնորհքով եւ ճշմարտություն։ Սկզբից էր բանը, այսինքն խոսքը, Աստծո խոսքը։ Իսկ որքան մեծ է Աստծո խոսքը։ Այնքան, որ Աստվածն իր խոսքն իր բոլոր անուններից վեր է դասել, բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խոսքդ, ասվում է Սաղմոսների գրքում, Աստծո խոսքը հաստատուն, կայուն եւ անփոփոխ է։ Աստված իր խոսքը մեզ է ուղարկել մոտ 40 մարդկանց միջոցով, որոնք ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, այսպես գրվել է Աստվածաշունչը, այսինքն Աստծո խոսքը գրված Աստծո շնչով։ Աստվածաշունչը կազմված է երկու մասից՝ հին եւ նոր կտակարաններից։ Ահա եւ նոր կտակարանում էլ պատմվում է Հիսուս Քրիստոսի ծննդի, կյանքի եւ հրաշքների մասին։ Այն մասին, որ Հիսուսը աշխարհ եկավ, որ կյանք ունենանք եւ էլ ավելի ունենանք։ Իսկ հին կտակարանում ոչինչ չկա գրված Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նրա ծննդի մասին։ Շատ լավ հարց էր, իհարկե կա։ Հին ուխտի շատ մարգարեների միջոցով Աստված հայտնել է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու մասին։ Որտև երբեք մի մարգարե չտրվեց մարդկանց կյանքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մոտ։ Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան։ Եսայի մարգարեն ապրել էր Քրիստոսի ծնունդից մոտ 700 տարի առաջ եւ կանխատեսել էր, որ Աստված պիտի գա երկիր եւ ապրի մարդկանց մեջ։ Մաղաքեի մարգարեությունում ասվում է. արդարության արագակը շուտով պիտի ծագի վերեն, եւ մենք նրա լույս թևերին բժշկություն պիտի գտնենք։ Միքայել մարգարեության համաձայն Հիսուսը պետք է ծնվեր Բեթլեհեմում։ Բեթլեհեմ քաղաքը եբրայերենից թարգմանաբար նշանակում է հացի տուն։ Հենց այդտեղ էլ ծնվեց ճշմարիտ երկնքից իջած հացը, փրկիչը աշխարհի։ Եվ դու Բեթլեհեմ երբ հրաթա, փոքր ես Հուդայի ազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխան լինի Իսրայելին, եւ նրա ելքը վաղուց հավիտենական օրերից է։ Այո, նրա ելքը հավիտենական օրերից է, որովհետև դեռ երգինք չեղած նա գոյություն ուներ։ Աստծո պարգևն է ամեն ստեղծվածներից առաջ ծնված վասնզի ամեն բան նրանով ստեղծեցավ, ինչ որ երկնքում եւ ինչ որ երկրի վրա է, եւ ամենից առաջ է, եւ ամեն բան նրանով է հաստատ։
Իսկ ո՞րն է Տեր Հիսուս աշխարհ գալու պատճառը։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Այո, Քրիստոս ծնվեց, սա պարզապես ավետիչ չէ, որ տարի մեկ անգամ քրիստոնյաները հիշեցնում են միմյանց, սա գիտակցումն է, Քրիստոս ծնվեց, որ փրկի մեզ մեղքից ու հավիտենական մահից, ծնվեց, որ հաշտեցնի մեզ Հոր Աստծո հետ, ծնվեց, որ մեր հույսը երբեք չմահի։ Քրիստոսի ծնունդով Աստված իր շնորհքը հայտնեց մեզ, որպես փրկության միջոց բոլոր մարդկանց համար։ Այս օրը քրիստոնյաների համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով, խավար աշխարհը լուսավորվեց նոր երկար սպասված հույսով։ Քրիստոս ծնվեց մեր մեղքերը իր մահով քավելու համար։ Հրեշտակն ասաց, եւ նրա անունը Հիսուս կդնես, որովհետեւ նա կփրկե իր ժողովրդին իրենց մեղքերից։
տարի մեկ ավետում եք Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը, ճայչինը ովքեր են այդ ավետիս հետևե։ Այս մեծագույն իրադարձությունների մասին առաջին իմացան հովիվները, ովքեր գիշերով պահպանություն են անում իրենց հոտերին։ Ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին, և Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց, և մեծ վախով վախեցան։ Եվ հրեշտակն ասաց նրանց. «Մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդինը պիտի լինի։ Այսօր ձեզ փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ է Քրիստոս Տերը»։ Փառաբանության երգերի ներքո Աստծո որդի ներքում ծնվեց, և Եսայի մարգարեական խոսքը երկրի վրա կատարվեց։ Այսպիսով հեզ և բարի հովիվները առաջինը արժանի ճանաչվեցին խոնարհվելու փառած թագավորին։ Բեթլեհեմի երկնքում հրաշալի աստղի միջոցով։ Ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին, որտեղ է հրեաների ծնված թագավորը, որովհետև մենք տեսանք նրա աստղը արևելքում և եկանք նրան երկրպագելու։ Այսպիսով փրկչին խոնարհվում են մարդկային իմաստությունը, հանձինս մոգերի, անմեղությունն ու պարզությունը, հանձինս հովիվների, այսինքն ամենահասարակ և ամենակրթված մարդիկ։ Այս ամենով պարզ է դառնում, որ Աստծո կողմից ընդունելի է յուրաքանչյուրը։ Ուրեմն Հիսուսը ծնվել է նաև ինձ համար։ Այո, ինձ և քեզ համար, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն ծնվել։
եկավ աշխարհ փրկելու ամենքին ով նրան հավատա ինձ համար քեզ համար Բեթլեհեմի վրա քայլեց աստղը պայծառ վկայելու որ Հիսուս եկավ աշխարհ փրկելու ամենքին ով նրան հավատա Աստվածաշնչում ինչպես է ասվում, Աստված մեզ ինչ է խոստացել, Հիսուսը էլի կգա այս աշխարհ, ես էլ եմ ուզում տեսնել նրան։ Այո, մենք սպասում ենք մեր փրկչի երկրորդ գալուստին։ Նա գնաց երկինքն ու խոստացավ, որ նորից պիտի գա։ Նա շուտով կգա իր սուրբերի ետևից։ Ես էլ եմ ուզում արժանի լինել Հիսուսի հետ երկինքը մտնել։ Հիսուսն ասաց. «Ահա որ շուտով գալիս եմ, երանի նրան, որ գրքի մարգարեական խոսքերը պահում է»։ Ուրեմն Հիսուսը մեզ կյանք է շնորհել, սա երբևէ իմ ստացած ամենամեծ, ամենաթանկարժեք նվերն է։ Ես էլ եմ ուզում բացել իմ սիրտը Հիսուսի առաջ։ Եկ ընծաներ տանենք փոքրիկ մեր սրտերը ու Հիսուսին դավանենք, որպես մեր սրտի Տերը։ Որպես ծննդյան նվեր մանուկ սիրտս եմ բերել, հայ այստեղ բնակվիր ու երբեք մի առացի։ Օգնյալ է օն այս գալուստը տով Տեր, քեզ սպասել ենք դարեր շատ դարեր, դու խավարի մեջ Աստծո արեգակ սրբությունների սրբություն միակ։ Դու աստվածային լույսն ես աշխարհի, խավար ծրող սուրբ լույսը կենաց, ով քայլի քեզ հետ, քեզնից կընդունի մի լուսաթաթախ կյանք հավերժական։ Քո ծննդով ենք 20 տարին, թող որ մենք գործենք միշտ լավն ու բարին, թող խաղաղություն լինի աշխարհին, շնորհավոր սուրբ ծնունդ եւ նոր տարին։ Ծնծա ով երկիր, ծնծացեք սուրբեր, ծնվեց փրկիչը Տեր Հիսուսը մեր, մեծ ավետիս է ու ծննդյան լուր, երգեք տարածեք լուրը ամենուր։ Ավետիս էդ եզերքում երկու տաղ է ամենուր, հայր աստծուն ժողովրդին, բարի լուր է ավետում։ Եկեք սուրբեր մենք խոնարհվենք երկրպագենք Հիսուսին, իր ծննդյան զորությունով կյանք պիտի տրվի ամենքիս։